Մեր պատերազմ չի լինելու։ Ու հնարավոր չի պատերազմը կամ խաղաղությունը կապել մեկ անհատի հետ։ Հետևաբար դա խաղաղություն չի, եթե կապվում է բացառապես մեկ անհատի հետ։ Նիկոլ Փաշինյանն էլ հավերժ չի, մի օր մեռնելու է, չէ՞։ Ինչ է նշանակում, որ վերջ խաղաղությունը փլուզվում է։ Այդպես չի, չէ՞։ Ես հետո այս վերջերս մի միտք ասացի, շատ մայրեր ինձ մոտեցան այդ հարցով։ Իմ տղան հաջորդ իշխանության օրը գնալու է բանակ։ Դուք ինչ եք կարծում։ Ես կուզենամ այնպիսի իրողություն ստեղծել որպես իշխանության մաս, որ պատերազմ սկսի, որ իմ տղան եւս հազարավոր այլ տղաների հետ առաջնագծում հայտնվի, իհարկե ոչ։ Այդ Նիկոլ Փաշինյանն էր իշխանության գալուց հետո այնպիսի իրավիճակ ստեղծեց, բանակցություններն ամբողջությամբ տապալեց, ու հետո պատերազմ, ավերածություններ, իսկ հիմա ասում են ինչի Արցախը մերն է եղել, ինչի մերն է եղել։ Բոլոր պատերազմները եղել են Նիկոլ Փաշինյանի օրոք, իշխանության փոփոխությունով պատերազմ չի լինելու, այլ ընդհակառակը լինելու է խաղաղություն, անվտանգություն, բայց ոչ այնպես ստորացված, ինչպես հիմա ենք մենք։